Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց 2 ամսով, համայնքի ղեկավարի լիազորություններն էլ կասեցվեցին։ Հակակոռուպցիոն դատարանը Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը քննել է ամբողջ գիշեր։ Որոշումն առավոտյան հրապարակվեց։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատավորի որոշման մանրամասներին դեռ ծանոթ չէր։ Սպասում են ամբողջական տեքստին, որպեսզի բողոքարկեն։ Ձեռքին միայն 2 էջանոց փաստաթուղթ էր, որն էլ երևանյան անձրևը հալեցրեց։ Կամ տեսեք լավ ջրվեց այս որոշումը, շատ լավ է որ ջրվել է, էսա ներկայացրած է։ Այս ռանով մարդուն կալանավորել են, տարել են կալանավար 2 ամսով եւ քաղաքին զրկել են քաղաքապետի ղեկավարումից։ Իրավապահները Ղուկասյանին մեղսագրվող կոռուպցիոն հանցագործության բացահայտման մասին 3 հայտարարեցին։ Սրան զուգահեռ ուժայինները մտան Գյումրիի քաղաքապետարան ու ժամերան ձերբակալեցին կես տարի պաշտոնավորող համայնքապետին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, թե Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով մի ինքնական շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել։ Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում։ Ակնհայտ է, որ պատվեր է եւ պատվերը գալիս է հենց գիտեկումից, այն ով որ հրապարակեց հոկտեմբերի 1-ին սպառնալիքներ եւ ցուցումներ։ Կալանքի որոշումից հետո իրավապահները հայտարարեցին, թե Վարդան Ղուկասյանն իր ցուցմունքում ոչ հերքել, ոչ հաստատել է, որ այդպիսի զրույց է ունեցել ու խոսակցության մասին պարզաբանումներ, մեկնաբանություններ է ներկայացրել։ Ըստ հակակոռուպցիոնի հարցաքննված մի շարք անձինք խոստովանական ցուցմունքներ են տվել, հաստատելով իրավապահների տվյալները։ Թե կոնկրետ երբ են արվել այս ձայնագրությունները, երբ են Ղուկասյանն ու իր ենթական քննարկել իրենց մեղսագրվող կոռուպցիոն գործարքը, հայտնի չէ։ Իրավապահները այն հայտնում են, բացի քաղաքապետից եւս 4 անձի կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։ Կաշառք տվողներից մեկին, սակայն դատավորը որոշել է ոչ թե քրեակատարողական հիմնարկ տեղափոխել, այլ տնային կալանքի ենթարկել։ Իսկ ինչպես են գաղտնալսել Վարդան Ղուկասյանին, ինչ հիմքով են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացրել։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով դեռ ապրիլին քաղաքապետի երթմնակալության արարողությունից ընդամենը մի քանի օր անց դատարանը նման թույլտվություն է տվել, որը հետագայում 2 անգամ երկարաձգվել է։ Իրենք միայն հիմա այս գործի շրջանակում են տեղեկացել այդ մասին։ Դատարանի այդ որոշմանը ծանոթանալու հնարավորություն դեռ չեն ունեցել։ Երբ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը, այսինքն ստանձնել է պաշտոնը եւ կատարել է իր լիազորությունները եւ պարտականությունները, արդեն նրանց սկսել են նույնիսկ իր բնակարանում այդ գործողությունները իրականացնել։ Այսինքն այդ իրավունքը ունեցել են, արել են, չեն արել, ոնց են արել, իսկ ես համոզված եմ, որ արել են, պահել են։ Իդեպ Վարդան Ղուկասյանը նույնպես կասկած չուներ, որ իրենք կգաղտնալսեն։ Քաղաքապետի աշխատասենյակում առաջին իսկ օրը նա նույնիսկ ողջունում էր իրեն լսողներին։ Այստեղ եկան մի ամերիկան շուրջոկներ ու բաներ են մեզ նայում են։ Տղաներ, բարև ձեզ։ Բացառվում է, ակնհայտ է, որ բացառվում է։ Բացի այդ, նա ընդդիմություն է ներկայացնում, այսինքն չի հասկանում, որ այդ իր գործողությունները այդ էժան խոշորացուցի տակ պետք է ինքը նման ինչ-որ գործարքների մեջ մտներ, դա բացառվում է։ Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնում է նաև Վարդան Ղուկասյանի իրավունքների խախտման մասին։ Պնդում է, իր պաշտպանյալը երեկվանից նույնիսկ չի սնվել, իրենց թույլ չեն տվել սնունդ փոխանցել։ 24 ժամ չի սնվել, որտեղ պետք է սնվել։ Մենք սնունդ փորձել ենք փոխանցենք, ասել են դրա չի կարելի։ Հիմա 24 ժամ սնունդ չեն տվել, հագուստը չի փոխել, հիգիենայից չի օգտվել։ Երեկ էլ Փոստանջյանին թույլ չէին տալիս Ղուկասյանի պաշտպանությունը ստանձնելու համար հակակոռուպցիոն կոմիտե մտնել, թեև նրան ներգրավելու քաղաքապետի համապատասխան դիմումը փաստաբանի ձեռքին էր։ Այսինքն, եթե խնդիր չունեք, արդար քննություն եք կատարում, ուզում եք ինչ-որ բան բացահայտել, դե մարդու հիմնարար իրավունքն հարգեք, բա ինչի չեք հարգում այդ հիմնարար իրավունքը։ Փոստանջյանն արագ կողմնորոշվեց ու ահազանգեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Դե խնդրում եմ մի քիչ արագ, որովհետև ես տեղեկություններ ունեմ, որ իմ վստահորդս նաև առողջական խնդիր ունի, այստեղ նաև 2 անգամ շտապօգնության մեքենա է եկել։ Պատասխանը կարճ էր, ձեզ հետ կապ կհաստատենք։